գործով խնդրեմ նախ մեղադրանքի մասին ինչ կասեք։ Մեղադրանքը համարում են անհիմն, ինչպես փաստաբանը խոսում է ներկայացրեց, գտնում ենք, որ հենց այս փուլում, հենց այս օրամիստում պետք է դադարեցնել հանրային քննադատական դիմը, սակայն մարտավարը այլ ուրիշ ներկայացրեց, հուսանք այդ հանդերձ սրտագայում մեր պատկերացած սցենարով ամեն ինչ կընթանա։ Պարոն Աղազարյան, ձեր վերաբերյալ եւս քրեական գործ կա, որքան հիշում եմ վրաերթի, հա, գործեր։ Դուք չեք։ Հա, ինչ փուլում է, լավ։ Այդ շատ հին բան եք ասում։ Բայց դատաքննության փուլում է այժմ, չէ՞։ Եթե չեմ սխալվում, որևէ գործ չել հարուցվել է մասը։ Եթե նույն բանի մասին ենք խոսում։ Վրաերթի գործեր։ Եվ մեքենան ետ տալիս։ Դժոխ կողմից բողոք չէր եղել, կարծեմ հարցը քրեական դաշտ չէր տվել։ Պարոն Աղազարյան, ձեր հոր շուրջ տեղի ունեցող գործընթացներից հետո դուք նաև աշխատանքից հեռացվեցիք, շրջանառվեց տեղեկություն, որ ձեզ ստիպել են, որ դուք դիմում գրեք, հետո որ ձեր սեփական դիմումի համաձայն եք գրել, հեռացել, խնդրեմ այս տեղի ունեցածի մասին։ Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։ Ձեզ ստիպել են։ Ոչ, ինձ չեն ստիպել։ Կարծում եմ այդ պայմաններում իմ ռեակցիան որպես զավակի շատ բնական է եւ ես այնտեղ լինել մեկ ուրիշ հետ կարողանում կարծում եմ այդպես բավարար դիմում եմ գրել դուրս եկել ոչ միայն աշխատանքից այլ նաեւ քաղաքացիական պայմաններից նույնպես շարունակում է աշխատել դուք ոստիկ շարունակում է աշխատել, որովհետև ըստ էության մնաց իր դիրքերի վրա, մնաց հաստատական, չգրկեց զրահությունին առաջ, չգրկեցինք, և այդպիսով շարունակում է պաշտպանել քաղաքացիական ազգանաժողովի պատգամավորի։ Ինչը կարծում եք պատգամավորի մանդատի, այսինքն մեր բան կար, որ նաև ինքը կարող է որպես պատգամավոր աշխատպետի խոսում հայտնել ավելի անկախ լինել, իսկ դուք չեք կարողանա մնալով Ես չէի կարողանա, ուղղակի քանի որ ես աշխատանքի տեղավորվել էի քաղաքացիական պայմանների խորհրդում, սոցիալական հանգամանքով պայմանավորված, այդ իմաստով հարմար չէր լինել, որպես ես շարունակեի իմ աշխատանքային գործունեությունը, չգիտեմ, եթե ես համառություն ցուցաբերեի ու շարունակեի աշխատել, դրանից հետևել ինչքա հաջորդել, այդուհանդերձ ես ինքս նախաձեռնեցի իմ աշխատանքից դուրս գալու հետագա անցանկալի սցենարներից խուսափելու համար։ Պարոն Աղազարյան, դուք ՔՊ-ից եք եղել, անդամ եք եղել կուսակցության։ Եվ հիմա որ նայում եք իշխանության գործողություններին, որպես նախկին անդամ, երեք օրինակ մայրաթոռում էին հարձակվել Նիկոլ Փաշինյանի աջակիցները, այս ինչ կարծիք, ինչ զգացողություններ եք ունեն որպես նախկին ՔՊԱ-կան։ Զգացողությունները շատ խառնիխուռ են, կերծ։ Իրականում նորմալ է, որ քաղաքական ուժի իշխանության գալու պարագայում որոշակի տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, թե անձանց կտրվածքով, թե ընդհանուր ամբողջության մեջ փոխում է իշխանությունը, մարդկանց իրավիճակները, այդպիսի զգացողություններ մշտապես են ունեցել։ Իսկ այն ժամանակ, երբ որ կուսակցության անդամ էի, պաշտոն էի զբաղեցնում եւ ամենօրյա շփումների մեջ էի շատ կուսակցականների հետ, այդ զգացողությունները այդ ժամանակներ էլ կային, որովհետև բաներ էին տեղի ունենում, որոնց հետ ես անձամբ այդ ժամանակ էլ հաշտ չէի։ Բարձրաձայնում եք։ Օրինակ որ դեպքերի հետ համաձայն չեք եղել։ Շատ բաներ են եղել, հիմա չեմ մանրամասնի, բայց ես հպարտությամբ կարող եմ ասել, որ ես այն անձանցից եմ, եզակի անձանցից եմ եղել, որ չի խորշել ու բարձրաձայնել է խնդիրների մասին, չմտածելով, չվախենալով իր հետագա կարգավիճակից։ Իհարկե իմ համեստ դերում իմ չափանիշներով։